Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սարգսյանը, լուրջ աշխատանք եք կատարել, բայց մոտեցումները բավականին վիճահարույց են, խնդրահարույց են։ Մասնավորապես, երբ որ դուք նշում եք, որ 1 ամիս ծառայի եւ 24 միլիոն վճարեն դրան համար, այսինքն ի՞նչ է նշանակում ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում, նշանակում է ծառայել Հայաստանի Հանրապետության, ծառայել հայրենիքին։ Եթե մարդը չի ցանկանում 24 ամիս ծառայի Հայաստանի Հանրապետությանը, արդյոք ճիշտ է, որ այդ մարդը հետագայում Հայաստանի Հանրապետության ծառայի նախարարի կարգավիճակով չի ցանկանում, չէ՞ մարդը, եթե չէ ցանկանում ծառայես, այդտեղ էլ է ծառայություն, չէ՞, այդ նախարարի պաշտոն ծառայություն է, ո՞նց է, որ ինքը իրավունք ունի հետագայում ծառայել որևէ պաշտոնում։ Եթե մենք այդ մարդուն ասում ենք քեզ արտոնություն ենք տալի վճարի, պետք է ասենք նաև քեզ զրկում ենք արտոնությունից պաշտոնը զբաղեցնելու, եղբայր, դες չի որ դու 24 միլիոն մուծեցիր եւ այն ընտանիքը, որ ի վիճակի չի մուծելու, դու պետք է հավասար ելնեք, ոչ, նա արտոնություն պիտի ունենա արդեն հետագայում։ Այսինքն այդ նույն զինվորը պետք է անվճար ընդունվի իր ընտրած բուհը, ընդունելությունը, ոչ թե կրթության ընթացքը, եթե լավ կսովորի, թող ընդհանրապես ազատվի։ Գիտենք, որ այդ ժամանակ ռոտացիոն ձևով, այսինքն կսովորի առաջի կիսամյակը քննությունը կհանձնի, բուհը կորոշի, եթե այս մարդը կարողանում է գերազանց սովորել, թող ընդհանրապես չվաճառի։ Իսկ եթե չի ցանկանում սովորել, դուրս կմնա։ Այսինքն, բայց մի առավելություն մենք տալիս ենք, որ քո ընտրած բուհը կարող ես առանց ընդունելության քննության ընդունվել այդ բուհը։ Այսինքն մենք պետք է այստեղ շատ հավասարակշռենք իրավիճակը։ Չի լի որ մարդը չի ուզում ծառայել 24 ամիս, ասում է ես 5 տարի կգամ քեզ նախարար կծառայեմ։ Ո՞նց։ Բա դու 2 տարի չցանկացար ծառայես քո հայրենիքին։ Ո՞նց ես ուզում որ 5 տարի նախարար ծառայես։ Այդ ով է ուզում, մի հատ ասեք այդ ցանկացած քաղաքացի։ Շատ լավ։ Որևէ քաղաքացի 24 միլիոն որ մուծել է, չի ցանկացել 2 տարի ծառայի, չէ՞։ Ինչի՞ է մուծել։ Հա, մուծել է որ բարի։ Մուծել է որ չծառայի։ Մուծել է որ չծառայի։ Եթե չես ուզում ծառայես, էլի մի ծառայի, ինձ։ Դու ինչ ես մտածում որ իրավունք ունես հետագայում ծառայես, հիմա չես ծառայում, հետո ուզում ես ծառայես։ Այսինքն, եթե մենք այս մտցնում ենք այս 24 միլիոն, պիտի նաև նշենք, որ այսուհետ, որովհետև օրենքի հետադարձություն չի կարող ունենալ, ինքը վատթարացնող է։ Այսուհետ, եթե քաղաքացին ամբողջ ծավալով չի ծառայում, իր պարտականությունը չի կատարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իրավունք չունի զբաղեցնելու բարձրագույն պետական պաշտոններ։ Այդ դեպքում կդառնա հետաքրքիր կդառնա մտածելու բան, այսինքն քաղաքացին ինքը կորոշի, որ ճանապարհով գնա։ Եթե այդ մարդը ասում է ես ընդամենը ուզում եմ ազատվեմ, ես բժիշկ եմ, իմ բժշկությունն եմ անում, չեմ էլ ուզում դառնամ առողջապահության նախարար, խնդրեմ թող ծառայի, բայց ինքը պետք է հասկանա, որ դու հիմա չծառայելով հետագայում չես կարող ծառայել եւ այս արտոնությունը պետք է այլևս քեզ չտրվի։ Այս մեկ երկրորդը։ Մենք ասում ենք այս օրենքով հարգելի հասարակություն մենք չենք կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, ցանկացած դեպքում մարդիկ գտնում են միջոց եւ ազատվում են, ոնց որ ընդունենք այս մեղք ընդհանրապես ազատվել եւ ոչ էլ մարտական պատրաստություն հասնել, ոչ էլ գնալ, այսինքն քաղաքացու այս ընտրությունը, որ մենք 24 միլիոն սահմանում ենք, արդյոք դրանով չենք վնասելու ԱԺ-ի նաեւ պատասխանի մեջ էլի ֆինանսական վարչություններ ասիկ։ Արդյոք փորձագիտական վարչության տված բան չի, ռիսկ չի պարունակում։ Արդյոք մենք արդեն չենք ասում, որ գիտեք, 24 միլիոն պիտի տակ, եթե մինչև այդ 3-5 միլիոնով ձեր հարցերը լուծել եք, պատկերացրեք, որ կաշառքի թիվը մենք լուրջ բարձրացնում ենք։ Այսինքն մենք այնտեղ չենք փակում, ճիշտ ասած, խողովակը չենք փակում, ստեղ բաց ենք թողում։ Ոչ ոք չի ցանկանա 24 միլիոն վճարի 1 ամիս ծառայի մնա պահեստազորում, այլ ոչ թե 24 միլիոն վճարի եւ ընդհանրապես չծառայի։ Մարդիկ այդ ռիսկը կա, այդ ռիսկը մենք կշռել ենք, ասած դա պարոն Սարգսյան, ռիսկը կշռել ենք թե ոչ։ Ռիսկը ինստիտուտներն են կշռում։ Ձեր առաջարկը վերաբերվում է գումարների չափին արդեն, ինչը նույնպես կարող ենք քննարկել։ Ձեր ասածի տրամաբանությունը հետեւյալն է, եթե անօրինական ավելի էժան ճանապարհներ լինեն, արդյոք կօգտվեն քաղաքացիները այս ճանապարհից թե ոչ։ Նշեմ, որ այո, ինձ թվում է, որ այս փուլում իրականում 24 միլիոնով մեծ գումար է, հաշվի առնելով նաև մեր գործող փորձը, որ ընդունել են 27-ից 37 տարեկանների մասով։ Նշեմ, որ օրենքի ընդունման պահին 27-ից 37 տարեկան ունեցել ենք 4800 հետախուզվող, որոնցից ընդամենը 100-ն են օգտվել օրենքից, կամ մոտ 2%, 1.8%։ Ինչի մասին է սա խոսում, որ գումարը իրականում բարձր է, բայց նախորդ դեպքում ունենք մի բաղադրիչ, որ ինքը կարող ծառայի մի ամիս եւ ստանա 8 միլիոն, դա ինձ
մտահոգություններից փարատում է եւ այն քաղաքացիներով որ ասում են շատ է 15 միլիոնը, ասում եմ խնդրում եմ ծառայեք 1 ամիս եւ վճարեք կրկնակի քիչ մոտավորապես 8 միլիոն։ Իսկ ինչ վերաբերում է բոլորի ծառայությանը եւ համերաշխությանը, պարոն Բագրատյան, ես 2018-19 թվականին եւ ընտրվեցի պատգամավոր տնտեսական հանձնաժողովում, սկսեցի ուսումնասիրել բանակի խնդիրները եւ տեսա մի պատկեր, որ բանակը զորակոչվում, զորակոչի ենթականների 46%-ը ու մտահոգությունս հայտնում էի մեր պատգամավորներին, գործընկերներին, նաեւ օրենսդրական նախագիծ բերեցի, որով կարող են վճարել 10 միլիոն եւ ծառայել 1 ամիս, գործընկերները ընդդիմադիր, դուք այն չմնաք ընդդիմադիր, իշխանական, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը, բոլորը ասում են անթույլատրելի է։ Բոլորը պետք է ծառայեն 2 տարի ժամկետով, չի քննարկվում։ Սարգսյան Հայկը պատվեց եւ նախագիծը չընդունվեց։ Գնացինք, բոլորը պիտի ծառայեն։ 2017 թվականին թիվը իջավ 44%, բոլորը պետք է ծառայեն, 20 թվականին 43%, բոլորը պետք է ծառայեն, 21 թվականին թիվը իջավ 31%, բոլորը պետք է ծառայեն, 2022-2023 թվականին թիվը իջավ 31.4%։ Այսինքն մենք անընդհատ որ գոռում ենք, որ պիտի բոլորը ծառայեն, բայց այդ գոռացողների մեջ կան մարդիկ նույն ազգային ժողովում, որ իրաց տղեկը առողջականով ազատվեցին լինելով շատ ուժեղ տղեկ։ Սրա մասին է խոսքը, որ մենք ինչ մտածում ենք, դա չենք արտահայտվել վերջին տարիներին։ Ու դա որ վերաբերում է եւ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներին եւ նախարարներին եւ բոլորին։ Ինչ է նշանակում գոռանք բոլորը պետք է ծառայեն, տենում ենք 46%-ից թիվը իջավ 31 զորակոչի։